Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, տաղավարում աշխատում է Տաթևիկ Ավետիսյանը, բարև ձեզ։ 291 ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնել։ Պարույր Սևակի 8 և 8-ի 1 հասցեներում շահագործման է հանձնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության կառուցած 2 շենքը։ Երիտասարդ ընտանիքների բնակարանամուտը շնորհավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նորամուտը նշող ընտանիքը դեռ բնակարանի տեղը շփոթում է, հուզմունքից է։ 3 փորձից հետո գտնում են իրենց 2 սենյականոցը։ Տիկին Անահիտն ուրախ է երեխաների համար, Քրիստինեն և ամուսինը երիտասարդ գիտնականներ են, 3 ամիս է ամուսնացել են, արդեն սեփական բնակարան ունեն։ Այս ծրագրի գաղափարը ծնվել է Գյուղությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, երբ ներկա էր հարգարժան նախագահը, եւ մեր երիտասարդները խնդրեցին։ Առաջարկը երիտասարդ գիտնականներին էր, իրականացնողը ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությունը։ Սա 4-րդ համալիրն է։ Բնակարանով է ապահովվել երիտասարդ գիտնականների ու ստեղծագործական միությունների անդամների 291 ընտանիք։ 2 ծրագիր էլ դեռ ընթացքի մեջ է՝ Ավան 4 եւ Զեյթուն 2։ Շենքը ունեցել է հիպոթեկային վարկավորման ծրագիր, մինչև 20 տարի ժամկետով, 9% տոկոսադրույքով, 30% կանխավճարով։ Շենքի կառուցման ընթացքում որոշակի ֆինանսական դեֆիցիտ է առաջացել, սակայն Արսեն Քարամյանի հավաստմամբ շահառուն իր վրա չի զգացել։ Ես ուզում եմ մեր բոլոր շահառուներին շնորհակալություն հայտնել եւ նաեւ ներողություն, որովհետեւ այս երկար տարիների ընթացքում գուցե ոչ բոլոր պարագաներում են գոհացնել իրենք, բայց վերջնական արդյունքը ստացել ենք իդեալականին մոտ։ Նախագահի հանձնարարականն է բնակարանով ապահովել դիմող բոլոր երիտասարդ ընտանիքներին։ Այդ պատճառով էլ հոկտեմբերին մեկնարկելու է Ավան 5 համալիրի շինարարությունը։ Շահառուների հիմնականում այն դիմումատուներն են, որոնք դուրս են մնացել նախորդ ծրագրերից։ Իսկ այսօր արդեն բնակարանամուտ նշողներն ընդունում են առաջին հյուրերին ու ծանոթանում հարևանների հետ։ Տաթև Դանիելյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014 և 2015 թվականների առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, խնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով։ Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ըստ առանձին ոլորտների ներկայացրել է իրականացված և ընթացիկ ծրագրերը, մարզի խնդիրներն ու գերակայությունները։ Մարզպետն առանձնակի անդրադարձել է ձկնաբուծության ծրագրին, որի հետ կապված հանրապետության նախագահն ընդգծել է, որ այն միայն ձկնային պաշարների խնդիր չէ, որ լուծում է։ Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը տվել է մի քանի հանձնարարական։ Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են տեղավորվում մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք, որտեղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտեղ ինչ-որ արդյունքների ենք հասել և որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել։ Իհարկե ցանկանում եմ, որպեսզի մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք մենք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնելու և խոսքս առաջի հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք։ Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ իրոք մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպես այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ, նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Անշուշտ կուզենայի, որպեսզի մենք նաև այսօր որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում և այդ թվում Գեղարքունիքում կապված հարոտավայրերի ջրավիացման հետ։ Պետության կողմից շուկայական արժեքներից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների պարարտանյութի դիզելային վառելիքի հետ կապված հասկանանք, ունենք արդյոք առաջընթաց, թե ուղղակի այդ գումարներով որոշակի
վիճակ ենք պահպանում, ավելանում են արդյոք ցանկատարածքները, բերքատվությունը, կուզենայի տեսնել ինչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որտեղ այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել։ Եվ անշուշտ որևէ մարզի, այդ թվում նաև Գեղարքունիքի զարգացման պատկեր ամբողջական չի լինի առանց առողջապահության եւ կրթության հետ կապված խնդիրների լուծման։ Մինչև մարզի 2014 թվականի 15 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության անցնելը, ես կուզենայի իրական մի քանի ծրագրերի մասին առանձին խոսել, որ անցնել հիմնականում, որից երկուսի մասին դուք արդեն ձեր խոսքում ասեցիք, առաջինը ձկնաբուծության ծրագիրը, որ իրականացվում է արդեն 2 տարի Գեղարքունիքի մարզում։ Զուգահեռ այնտեղ մենակ ձկնային պաշարները լուծման խնդիր չեղավ, այնտեղ մենք զուգահեռ պետք է լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության խնդիրներ, կոնկրետ սևան մտնող գետերը մենք աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիներում կառուցած այն կառույցներից, որոնք միգուցե ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացմանը։ Օրինակ, կան փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանով օգուտ են բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանին օգուտ են։ Բայց դա պետք է անենք կոնկրետ մարդկանց հետ խոսելով, պայմանավորելով եւ հիմնադրամով նրանցից ուղղակի ետ գնելով եւ ապա մոնտաժելով։ Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ։ Զրուցակիցները քննարկել են Չինաստանի արտահանման ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, գործակցության նախատեսվող ուղղությունները։ Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևոր է համարում տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը։ Նրա խոսքով վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկել են Հայաստանում մի քանի մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները։ Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում գործակցությունը ել ավելի կընդլայնվի եւ կզարգանա։ Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում։ Նույն օրը վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում այցելել է Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք 1750 թվականին եւ հանդիսացել է թագավորական ամառային նստավայր։ Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին։ Այսօր իմ հյուրն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Բարի երեկո, պարոն Իսրայելյան, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Պարոն Իսրայելյան, ինչպես արդեն նշեցինք, վարչապետը գտնվում է Չինաստանում եւ այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցման նախագծի մասին։ Ինչ հեռանկար ունի այս նախագիծը։ Երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ունի շատ մեծ ռազմավարական կարևորություն եւ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ այդ հարցը Հայաստան գործընկեր երկրների ղեկավարների պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում ընդգրկվում է հանդիպումների օրակարգում։ Նախագահը այդ հարցը բարձրացրեց ինչպես Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդում, այնպես էլ հուլիսին Շանհայի համագործակցության կազմակերպության եւ գազམ་ակերպության գագաթնաժողովում գործընկեր պետություններին հորդորելով մասնակցություն ունենալ այդ երկաթգծի կառուցման մեջ, որը հնարավորություն կտա իրենք հարաբերությունները խորացնել Եվրասիական տնտեսական միության եւ հարավային եւ արևելյան Ասիայի երկրների հետ։ Երկաթգծի կառուցման ինչ կտա Հայաստանին, նա մեծ կարևորություն ունի։ Հայաստանը այդ առումով կարող է դառնալ տարանցիկ երկիր եւ շատ կարևոր է նաեւ Իրանի տեսանկյունից այդ ծրագրի իրականացումը, քանի որ ինչպես գիտեք, տարածաշրջանում անկայուն իրավիճակում, մասնավորապես Թուրքիայում իրավիճակի անկայունությունը հանգեցրեց նրան, որ Իրանը որոշում կայացրեց այսի հետ Եվրոպա բեռնափոխադրումներ կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Այդ առումով երկաթգծի կառուցումը կարևորություն ունի նաեւ Հայաստանի համար
եւ դրա իմ կարծիքով ոչ միայն այստեղ ֆինանսական միջոցներն են կարևոր, որքան տարածաշրջանում կայունությունը, բարենպաստ անվտանգության միջավայրը եւ բարեբախտաբար Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնագրի պայմաններում հնարավորություն կա այդ ծրագիրը իրականություն դարձնել, քանի որ պատժամիջոցներն են նախ վերանում բանկային համակարգի նկատմամբ, բացի այդ տարածաշրջանում գերտերությունների հակասությունները փոքր-ինչ մեղմանում են, Իրանի վրա ռազմական հարձակում գործելու վտանգը վերանում է, ՄԱԿ-ի պատժամիջոցները վերանում են, այդ պարագայում Չինաստանը կարող է ավելի անկաշկանդ ներդրումներ կատարել այդ նախագծում։ Իսկ ինչքան է գնահատվում այդ նախագիծը։ Նախագիծը տարբեր գնահատականներով մոտ 4-ից 5 միլիարդ դոլար դեռևս վաղ է խոսել հստակ ֆինանսական միջոցների մասին, դեռևս հարցը գտնվում է քաղաքական քննարկումների փուլում եւ կարևոր է որպեսզի քաղաքական համաձայնություն լինի եւ ինչպես իրանական կողմից, ինչպես չինական կողմից եկող արձագանքները հուշում են, որ այդ երկրները եւս շահագրգռված են այդ ծրագրի իրականացմամբ իմ նշած ուրեմն հանգամանքներից ելնելով, քանի որ Իրանի համար կարևոր է այլընտրանքներ ունենալը եւ նշած Թուրքիայի պարագայում ուրեմն ավելի արդիական է դառնում այդ ծրագրի իրականացումը, ինքը շատ մեծ ահռելի նախագիծ է, 1-2 տարվա ընթացքում պարզ է, որ հնարավոր չէ կառուցել, ուղղակի կարևորը քաղաքական կամքը լինի եւ հեռահար ծրագրերում Իրանի համար անպայման դա մեծ կարևորություն ունի։ Իսկ որ տարածքում է նախատեսվում կառուցել։ Իրանից Հայաստան եկող։ Մինչև Իրանի տարածքում մոտ, այսինքն Հայաստանի սահմանը շատ քիչ է մնում, լեռնային տարածքներում նաեւ դեռևս հստակ ուղղությունը նշված չէ, նշվում է, որ նաև Սևանի ուղղությամբ հնարավոր է կառուցվի, բայց դեռևս վերջնական որոշում չկա, դեռևս քաղաքական քննարկումներ են ընթանում այդ հարցում։ Վերջերս ակտիվացել է նաև խոսակցությունը, որ Իրան-Ադրբեջան երկաթուղու այդ նախագիծը եւս պատրաստվում են ավարտին հասցնել, արդյոք դա վտանգավոր չէ Հայաստանի համար եւ Իրանի համար որն է ավելի ձեռնտու Ադրբեջանի հետ գործակցել, թե Հայաստանի, թե զուգահեռ հնարավոր է համատեղել։ Գիտեք, Իրանը սովորաբար նման ծրագրեր իրականացնելիս ինչ որ չի կենտրոնանում մի ուղղության վրա եւ երկու ուղղություններն էլ կարծում եմ նա կփորձի իրականացնել, սակայն վերջին շրջանում շատ է խոսում Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին, պետք է նշեմ, որ այն 2011-12 թվականի մարտին դեռևս հայտարարում է, որ պետք է շահագործման հանձնվի, այնինչ դեռ կառուցված էլ չէ եւ վերջերս Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ ներդրումներ չկան եւ երբ ներդրումները լինեն ծրագիրը կիրականացվի, այսինքն դա վկայում է, որ սառեցված վիճակում է եւ այսինքն Իրանը մինչեւ Ադրբեջանի սահման ունի կառուցված դա Իրանը այդպես թե այնպես իր ներքին օգտագործման համար իր ցանցը կառուցում է, հետագայում ինչպիսի քաղաքական իրավիճակ երբ կստեղծվի, այդ դեպքում նոր ինքը կփորձի իրականացնել ավարտին հասցնել եւ այդ ծրագիրը այսինքն հիմնականում պետք է Ադրբեջանի աստարայից Իրանի աստարա ընկած միջանկյալ այդ հատվածը կառուցվի, ինչը դատելով երկու ուրեմն հայտարարություններից զուտ հայտարարություններ են, գործնական դեռևս որևէ բան չի իրականացվում, կարծում եմ դրանք խոչընդոտի նաև Թուրքիան, որովհետև Թուրքիայի շահերից չի բխում, որպեսզի զարգանան Իրано-ադրբեջանական հարաբերությունները, բացի այդ Իրանը լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, թեև ներկա պայմաններում իրենք առերևույթ բարենպաստ պայմաններում է իրենց հարաբերությունները զարգանում, բայց առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցն է, Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ նկրտումները, բազմաթիվ հարցեր կան, Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունները, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, այդ երկրների հետ, ինչպես նշեցի, Իրանը ունի լարված հարաբերություններ, մինչև այդ հարաբերությունները Իրանի համար չկարգավորվեն, չպարզաբանվեն, Իրանը չի գնա
լուրջ գործողությունների։ Այնուամենայնիվ, եթե իրականացվի էլ նայած տվյալ պահին ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի, քանի որ ինչպես հայտնի է, իրանցի պաշտոնյաներն են պնդում Ադրբեջանից տարածքից առկա իսլամական պետության այդ ահաբեկչական խմբավորման սպառնալիքները, այդ գործոնը եւս պետք է հաշվի առնել եւ երկաթգծի շահագործումը կարող է նաեւ թիրախ դառնալ այդ խմբավորումների համար, այնպես որ այդ բոլոր գործոնները պետք է հաշվի առնել նոր իրականացնել ծրագիրը։ Այդ առումով ես նշեցի, որ Հայաստանի տարածքը անվտանգության տեսանկյունից ավելի բարենպաստ է, թեև ինքը ռելիեֆային առումով կարող է բարդ իրականանալի ծրագիր է, բայց բարենպաստ միջավայրը կարծում եմ ինչպես չինական կողմին, այնպես էլ Իրանին կստիպի լուրջ ներդրումներ կատարել եւ իրականացնել այդ ծրագիրը։ Շնորհակալ եմ, պարոն Իսրայելյան, ես հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Արմեն Իսրայելյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր կայացել է 4 գրքի շնորհանդես։ Արման Կիրակոսյանը հեղինակել է Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում գիրքը։ Ռոբերտ Թաթոյանը Արևմտահայության թվականակի հարցը 1878-ից 1914 թվականներին աշխատությունը, Ռուբինա Փիրումյանը Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ երկրորդ սերնդի արձագանքները գիրքը։ Հրատարակվել է նաև Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը կատալոգը։ 4 գիրքն էլ հրատարակել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը։ Հասկանալու, թե ինչպես է արտացոլված ամերիկյան հանրագիտարաններում հայոց ցեղասպանության հարցը, դոկտոր Արման Կիրակոսյանը 15 տարի ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները։ Արդյունքը ամփոփել է մեկ ձեռնարկում «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» վերնագրով։ Սա շատ կարևոր է գիտնականների համար եւ ընդհանրապես քարոզչության համար եւ ընդհանրապես հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարող է ունենալ շատ դրական նշանակություն։ Ուրեմն այստեղ ուսումնասիրված է շուրջ 40 հանրագիտարան, Միացյալ Նահանգներում հրատարակված, այս հեղինակներն են առաջատար մասնագետներ, ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ տարբեր երկրներից։ Արևմտահայության թվականակի հարցը 1878-ից 1914 թվականներին աշխատության հեղինակ Ռոբերտ Թաթոյանը վերլուծել է այդ տարիներին երկու կարևորագույն մարմինների՝ Օսմանյան կայսրության եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի ունեցած տվյալները։ Հաշվարկանելու իրավունք ունեին միայն այդ մարմինները։ Հեղինակը հաստատում է, մինչև հայկական հարցը 2.400.000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում։ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնակարանում ամենահակասական հարցերից մեկն է, որովհետև թուրքական ժամանակակից պատմությունը, թուրքական իշխանությունները շղթում են հայոց ցեղասպանությունը նաև հիմնվելով վիճակագրական, օսմանյան վիճակագրական տվյալների վրա, համաձայն որոնց մեծ եղել է նախօրյակին Օսմանյան կայսրությունում բնակվել է մոտ 1.200.000 մարդ։ Ռուբինա Փիրումյանը հեղինակել է Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ երկրորդ սերնդի արձագանքները գիրքը։ Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը հրատարակությունը ներկայացնում է Թանգարան ինստիտուտի պատրաստած նույնանուն ցուցադրության կատալոգը։ Տասնյակ հազարավոր ականատեսների վկայություններ, դիվանագիտական հաղորդագրություններ, նամակներ կան եվրոպական, այդ թվում նաև սկանդինավյան երկրների արխիվներում, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստը։ Իդեպ 2015 հոբելյանական ինստիտուտի համար 20 տարի առաջ բացվեց Թանգարանի մշտական ցուցադրությունը։ Գործունեության 20 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հրատարակել է 150-ից ավելի գրքեր, մենագրություններ, ալբոմներ, պարբերականներ։ Անգլիալեզու մեր հանդեսը ընդգրկվել է միջազգային ճանաչման հանդեսների շրջանում եւ էլեկտրոնային տարբերակով հումանիտար ոլորտում Հայաստանից միակ ամսաթերթն է, պարբերականն է, գիտական, որը միջազգային շրջանառության մեջ է դրվելու գիտական շրջանակներում։ Տարեվերջին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը երկու կարևոր հատոր է հրապարակելու՝ Հայոց ցեղասպանության երկլեզու, անգլերեն եւ հայերեն, հանրագիտարան։ Ասմիկ Օհանյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Օրեր առաջ Լիբանանում մեծ շուկով նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը։ Մուսալերցիներով բնակեցված այնճար բնակավայրում եւ մայրաքաղաք Բեյրութում տեղի են ունեցել բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ Դրանց մի մասն անցկացվել է Մեծիտան Կիլիկիո, Նորին Սուրբ Օծություն Տերտեր Արամ Առաջինի բարձր հովանավորությամբ։ Վեհափառը եւ բոլոր մուսալերցիներն այն համոզմանն են, որ Մուսա լեռան հերոսամարտի այժմ էականությունը երբեք չի նվազում։
100 տարի առաջ մոտ 2000 մուսալերցի խաբվելով բռնել էր Գաղթի ճանապարհը։ Նրանցից 1500-ն անհետ կորավ։ Իսկ այն քչերը, որոնք խիզախեցին բարձրանալ լեռը եւ կռիվ տալ, տվեցին ընդամենը 18 զոհ։ Մուսալերը փրկվեց։ 18 նահատակների պատվին 18 միջոցառմամբ Լիբանանի հայերը նշել են հերոսամարտի 100-ամյակը։ Մուսալերան հերոսամարտը այն օրինակը գուտա, որ ջագադակրական բահին պետք է վճռական, արագ եւ խենթ որոշում։ Եւ մարդոց հոգեգան ավելի կարեւոր է, քան մարդոց հնարավորությունները։ Միջոցառումներից երկուսը տեղի են ունեցել Բեյրութում 16-ային ճարում։ Այն ճարում 3000 մուսալերցի է ապրում, պահպանելով հայկական բոլոր ավանդույթները։ Մուսալերցիների ջանքերով է ծնվել նաև մուսալեր ազգային երգը, որը այն ճարում տեղի ունեցած համերգների ժամանակ կատարել է երգիչ Հայկ Մխոյանը։ Մենք ավելի զուռնայի, թմբուկի, սիրահար մարդիկ ենք մուսալերցիները։ Այդ երգը շատ արագ դարածվեցավ, ամեն մարդ բարերը սորվեցավ, ամեն մարդ գիտե, որ մուսալերան կակատին բիտ բարձենք մեր գիլիգիո արկայական տրոշները սրբազան եւ մեր ժողովրդին սրդի մոդիկ էր։ Երբ որ դրսում արաբական մի երկրում մի հայկական քաղաքում ատամներով պահում են ազգային արժեքները, իսկ մեր մոտ Հայաստանում ինչ է կատարվում։ Ես ապշել եմ։ Մուսալերան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մի մասը հովանավորել է Մեծի տանն Կիլիկիո Նորին Սուրբ Օծություն Տերտեր Արամ առաջինը։ Հայտի Ճարտասան Արամ Դեափարը Երևանում գտնվող մուսալերցիների խոսքով երկու թեմա է շոշափել՝ հայոց պահանջատիրությունը եւ մուսալերան հերոսամարտի արժեքը։ Մուսալերան այժմ էականությունը հիմնվում է հայ ժողովրդի միասնականության եւ ոգու վրա, ասել է կաթողիկոսը։ Ահարոն Հայրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար կորցրել է գրավչությունը, նվազել է արտաքին առևտուրը, ներմուծումն ու արտահանումը։ Անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքին, տնտեսագետը նշել է, որ ներկա սեփականատերը այդպես փորձում է ազատվել պատասխանատվությունից։ Չնայած էլեկտրական ցանցերի վաճառքը դրական քայլ է եւ պետք է բաժնետոմսերը վաճառելով ազգայնացնել, ասել է տնտեսագետը։ Արտաքին առևտրի անկումը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով օբյեկտիվ պատճառներ ունի։ Տնտեսագետի խոսքով ավելի շատ կրճատվել է ներմուծումը։ Ներմուծման կրճատումը կապում եմ արտագաղթի հետ, որովհետև սպառողները իհարկե քչացել են եւ սպառողական զամբյուղն էլ դժվարամատչելի է դարձել շատ խավերի համար։ Դրանով պայմանավորված նաև այդ տեսականին չի կարող անդադարմացվել եւ նույն ծավալներով սպառվել Հայաստանում։ Կրճատվել են նաև օտարերկրյա ներդրումները։ Հայաստանի տնտեսությունը տնտեսագետի կարծիքով գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար։ Բացի այդ ներդրումների կրճատումը ըստ տնտեսագետի այլ պատճառ ունի։ Օտարերկրյա ներդրումներից առաջ ես շատ կարևորում եմ ներքին ներդրումները։ Ներքին ներդրումները պետք է լինի մեր կառավարության առաջի գերակայությունների առաջի տասնյակում։ Եթե մենք ներդրումներ չենք անում, ձեզ հետ միասին, եթե մենք այսինքն վստահություն չունենք հայաստանյան կառույցներում ներդրումներ անելու, ինչու պետք է մենք ակնկալենք որևէ օտարերկրացուց այդպիսի ներդրումներ։ Կարող է մեր օրինակը վարակիչ լինել մեր բարեկամ հայրենակցի Սփյուռքում բնակվող կամ դրանից հետո արդեն օտարերկրացու համար։ Հայտարարելով 4% տնտեսական աճի մասին, կառավարությունը զուսպ կանխատեսում է կատարել, ասում է տնտեսագետը։ Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, կարող է երկնիշ տնտեսական աճ ունենալ։ 4%-ը մեզ համար այն չի, ինչ որ մենք դեռ այսօրվա ցուցանիշներն են հուշում, բայց այն էլ չի, ինչ որ մենք կարող ենք ունենալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքին, Թաթուլ Մանասերյանի խոսքով ընկերության սեփականատերը անախորժություններից ու պատասխանատվությունից խուսափելու համար է նախաձեռնել վաճառքի գործընթացը։ Տնտեսագետն ասում է, որ դեռ հուլիսին ինքը առաջարկել է ազգայնացնել ընկերությունը, բայց իր առաջարկն այդպես էլ անպատասխան է մնացել։ Որպեսզի շատ հստակ լինի, թե ինչպես կարող է նաև աշխատել այսպիսի կառույցը ռազմավարական նշանակություն ունեցող, ազգայնացումն էր լուծումը, որից հետո պետությունը կարող է, իդեմս Հայաստանի կառավարության, կարող է մրցույթ հայտարարել եւ վաճառել։ Լավագույնը պետք է լինի, եթե ստեղծվի բաժնետիրական ընկերություն, բաժնետոմսերը վաճառվեն հանրությանը, մենք ձեզ հետ միասին կարողանանք որպես սպառող էլեկտրաէներգիային նաև վերահսկել ամբողջ գործընթացները, այդ թվում եւ հնարավոր բարձրացումներ իջեցնել։
Տնտեսագետը անընդունելի է համարում նախորդ կառավարության որոշումը, որը համաձայնել էր փոխհատուցել հեծի վնասները։ Կառավարությունը պետք է կապ չունենա մասնավոր ընկերության վնասի հետ, ասում է Թաթուլ Մանասերյանը։ Իսկ էլեկտրաէներգիայի գինը տնտեսագետի հաշվարկով ռեալ ռեսուրս ունի իջեցման։ Արթուր Հակոբյան, Արթուր Սուքեսյան, Էպիկենտրոն։ Կնքել ամուսնական պայմանագիր, թե ապավինել ամենազոր սիրուն։ Կնքեք այն և ապահովագրեք ձեզ դատարաններից։ Մինչև փաստաբաններն իրենց դրական վերաբերմունքն են հայտնում այդ ինստիտուտի նկատմամբ, շարքային քաղաքացիները ընդգծված կամահրանքով են խոսում ամուսնական պայմանագրի մասին։ 2005 թվականից Հայաստանում ներդրվել է ամուսնական պայմանագրի ինստիտուտը, սակայն այն 10 տարի անց էլ շարունակում է կտրված մնալ իրականությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար խորթ է մնում ամուսնական պայմանագիր կնքելու գաղափարը։ Հիմա խնդիր երբեք չի առաջացել, որ մտածեմ անգամ։ Ինձ թվում է սերը բավական է։ Ինձ թվում է կարիք չկա երևի այդ պայմանագիրը, այդ ԶԱԳՍ-ը արդեն դա պայմանագիր չի էլ։ Իսկ եթե գույքի հարց է առաջանում կիսելու, Այս հարցերում ես չեմ բան արել, դեռ չեմ էլ մտածել, չեմ էլ պատրաստվում որ մտածեմ, փառքասուն ամուսնությունս շատ բարեհաջող է։ Ամուսնական պայմանագիր հասկացությանը որքան կողմ եք, պետք է արդյոք ամուսնական պայմանագիրը զույգերի միջև։ Ես չար հարց տվեցիք։ Ամուսնական պայմանը զույգերի մեջ մենակ սեր է պետք։ Ոչ մի պայմանագիր, ոչ մի բան։ Ինչ պայմանագիր։ Իրար միջև բաժանելու բան չի լինում։ Լինում է, ինչ անենք։ Լինում է, պետք է բաժանեն, ով ոնց կուզի։ Ով ոնց կուզի։ Կյանքի ընթացքում բաներ եղել, մենք էլ ենք բաժանել, մենք էլ ենք ստացել, մենք էլ ենք բաժանել, բայց ամուսնական պայմանագիր ասածը սերի գայություն է։ Սոցիալական կայքերով, երբ որ ես իրազեկեցի բոլոր կանանց, որ կնքեն ամուսնական պայմանագիր, քննադատության արժանացա հիմնականում տղամարդկանց կողմից եւ նույնիսկ կարծիքներ հնչեցրեցին, որ ամոթ չի Հայաստանի Հանրապետությունում փաստորեն ներթափանցում են արևմտյան արժեհամակարգից ինչ որ նորություններ, այդպես չի։ Բավական է հայացք ցկել հնագույն քաղաքակրթության կրողներից մեկի Եգիպտոսի պատմությանը, որտեղ առկա էր ամուսնական պայմանագրի նախատիպը։ Այդ մասին վկայում են եգիպտական պապիրուսներն, ասում է Լիաննա Բալյանը։ Այնպես են հարգել իրենց կանանց, որ նրանք փոխհատուցել են կանանց ցորենով եւ արծաթով։ Իսկ այսօր Հայաստանում փաստորեն այդ հարգանքն էլ չկա։ Եթե ամուսնալուծվեցին, դուք մենակ տեսնեք, թե դատարանում ինչ է կատարվում ամուսինների միջև։ Փաստաբան Լիաննա Բալյանը հորդորում է չխուսափել ամուսնական պայմանագրից։ Փաստաթղթին պետք չէ նայել որպես ապահարզանի գուշկան։ Ամուսնական պայմանագիրը թույլ կտա շատ ավելի քաղաքակիրթ լինել բաժանությունների ժամանակ ու այդ կերպ խուսափել դատարանի դուռը հասնելուց եւ դատական քաշքշուկներից։ Երբ որ հերթը հասնում է ամուսնալուծություններին, ապա այնպես են սկսվում կոնֆլիկտները, որ գույքային հենց այդ վեճերը գալիս են առաջի պլան ու նույնիսկ աղջկա օժիտում գտնվող բաժակներից բռնած սկսում են կիսել, տանել կենցաղային հարց, մինչև վճռաբեկ դատարան, տարիներով դատական գործընթացներ ու գույքային հենց այդ հողի վրա տեղի ունենում մեծ վեճեր։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս նամանավանդ կանանց կնքել ամուսնական պայմանագիր։ Զույգերի բաժանվելուց հետո հոգսը հիմնականում ընկնում է կանանց վրա։ Երեխաների համար տրվող ալիմենտը չնչին գումար է, ասում է Լիաննա Բալյանը, անհրաժեշտ համարելով ամուսնական պայմանագրի կնքումը։ Քրիստինե Սուքեսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Տաջիկստանի մայրաքաղաքում կայացել է ՏԵՖ-ի համագործակցություն հեռուստատեսային 5-րդ միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնի թեման է եղել հեռուստատեսությունը երեխաների համար ԱՊՀ եւ մերձավոր արտասահմանի երկրներում։ Փառատոնի ընթացքում կայացել են վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ եւ կլոր սեղաններ։ Ինչ լեզվով խոսել երեխաների հետ, հեռուստատեսությունը երեխաներին լուսավորում է, թե զվարճացնում եւ այլ թեմաներով։ Գրել է Կոմսոմոլսկայա Պրավդա։ Սեպտեմբերի 18-ին կայացել է փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակակիրների թվում է եղել նաև Կենտրոն հեռուստաընկերության մուլտիկնիկ հաղորդաշարը։ Սեպտեմբերի 20-ից 22-ը Երևանում անցկացվել է երկրները մեկ հարկի տակ 2015 խորագրով փառատոն ցուցահանդեսը։ Ամենամյա փառատոն ցուցահանդեսին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա ներդրողներ, գործարարներ եւ արտադրողներ։ Երրորդյա փառատոնն ավարտվել է գործարար տնտեսական համաժողովով եւ մրցանակաբաշխությամբ։ Երկրները մեկ հարկի տակ փառատոն մրցանակաբաշխության ժամանակ տարիների վստահված որակ ճանաչվելու համար մրցանակի է արժանացել մսամթերք արտադրող երկար տարիների բարի համբավ վայելող Բարի Սամարացի ընկերությունը։ Տարիների վստահված որակ անվանակարգով հավաստագիր եւ մրցանակ։ Երկրները մեկ հարկի տակ միջազգային փառատոնի ընթացքում անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի մսամթերք արտադրող ընկերություններից մրցանակի է արժանացել միայն Բարի Սամարացի ընկերությունը։
Պատահական չէ, որ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի ժամանակ պետական գնահատականի է արժանանում մսամթերք արտադրող ընկերություններից միայն Բարի Սամարացին։ Տրվում է տեղական եւ միջազգային գործարարներին մրցանակներ, հավաստագրեր եւ նոմինակարգեր՝ ի հավաստումը նրան, որ ընկերությունները երկարամյա աշխատանքային ներդրում են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում եւ կարողանում են իրականացնել արտահանումներ։ Այդ ընկերություններից մեկը հանդիսանում է մեծ եւ բարի համբավ ունեցող Բարի Սամարացի ընկերությունը, որը ստանում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ստորագրված հավաստագիր, նոմինակարգ, բարձր նոմինակարգ, տարվա լավագույն գործարար եւ լավագույն արտադրող։ 22 տարի Հայաստանի շուկայում ներդրումներ կատարող, էկոլոգիապես մաքուր եւ բարձրակարգ որակի մսամթերք արտադրող ու տարեստարի արտահանման ծավալն ընդլայնող Բարի համբավ ունեցող ընկերությունը ամեն տարի տարբեր անվանակարգերում արժանանում է մրցանակի։ Մեր հաջողության գրավականն է դա, կարող եմ ասել, մեր աշխատանքի լավագույն մասնագետների շնորհիվ եւ լավագույն ներդրումների, որ արվել է, եւ այսօր շնորհակալ եմ, որ մեր մասնագետները ունեն մեծ փորձ եւ ոչ մի ջանք չի խնայվում լավագույնը ունենալ մեր շուկայում։ Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար եւ նաեւ իմ շնորհակալությունս եմ հայտնում մեր կառավարությանը, ղեկավարությանը, որ արժանացել է նման մրցանակի։ Բարի Սամարացի ընկերությունը ամեն ինչ անում է տարիների ընթացքում ձեռք բերած Բարի համբավն ու անունը պահպանելու համար, ասում է ընկերության հիմնադիրը։ Մրցանակաբաշխության ժամանակ հավաստագրերի ու մրցանակների են արժանացել նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ու Հայաստանում երկար տարիներ ներդրում կատարող օտարերկրյա գործարարները։ Արթուր Հակոբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Արդեն ավանդույթ է դարձել, որ Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնը Ալեքսանյան ընտանիք բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին պարբերաբար մատուցում է անվճար բժշկական ծառայություններ եւ կատարում տարբեր վիրահատություններ։ Հերթական բարեգործական ակցիայի մասին տեսանյութում։ Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնը 2015 թվականը հայտարարել էր առողջ համայնք խորագրով տարի, մատուցելով անվճար բժշկական ծառայություններ եւ իրականացնելով մի շարք վիրահատություններ։ Ինչպես մյուս բարեգործական նախաձեռնություններին, այս ծրագրին նույնպես իրենց աջակցություն են ցուցաբերել Ալեքսանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Բոլորին տեղադրվել են շատ բարձր որակի պոլիպրոպիլենային ցանցեր Վիբրաուն ֆիրմայի արտադրության։ Վիրահատված հիվանդներին կենտրոնի ղեկավարի հետ միասին պարբերաբար այցելում էր նաև Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, զրուցում նրանց հետ եւ հետաքրքրվում նրանց առողջական վիճակից։ Կատարվեց մեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների 100-ից ավելի ժողովրդի անվճար վիրահատություններ։ Ես պարբերաբար շրջում եմ, այցելում եմ մեր հիվանդներին, հետաքրքրվելու իրենց առողջական վիճակին։ Այս ակցիաները կարողանում են իրականացնել Ալեքսանյաններ ընտանիքի հիմնադրամի շնորհիվ։ Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ բոլորը, շատ հոգատար վերաբերմունք են ցույց տալիս հիվանդների հանդեպ։ Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի խոսքով նմանատիպ ակցիաներն անչափ կարևոր են, քանի որ ծրագրում ներգրաված են սոցիալապես անապահով մարդիկ։ 2015 թվականը հայտարարվել էր մեր Մալաթիա Սեբաստիայի համայնքի համար առողջ տարի, որը որ մենք սկսել էինք Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ Ալեքսանյան հիմնադրամի ֆինանսավորման միջոցներով եւ տարվա սկզբից արդեն կատարվել է մոտ 100 վիրահատություններ քիթ-կոկորտ համակարգի հիվանդությունների համար, կատարվեց նոր ավարտեցինք մոտ 100 ճողվածքի վիրահատություններ, այսօրվանից սկսում ենք խփիփ եւ թութ պաթոլոգիաների վիրահատություններ։ Տարվա վերջին շահգործման կհանձնենք մեր նոր մասնաշենքերը, որոնք մոտ 20000 քառակուսի տարածքով, եւ դա մեզ հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի բարեգործական ակցիաներ կատարենք մեր բժշկական կենտրոնում եւ ավելի շատ մարդկանց օգտակար լինենք։ Իսկապես կարող ենք փաստել, որ արդեն ավանդույթ դարձած բարեգործական ծրագրերի շնորհիվ հարյուրավոր մարդիկ մեկընդմիշտ ազատվում են բարդ ու լրջագույն խնդիրներից, վերգտնելով երբեմնի կորցրած առողջությունը։
76 միլիոն դրամի օգնություն Տավուշի մարզին, ջրի խնդրից մինչև նախակրթարանի ջեռուցում։ Սահմանամերձ գյուղերի ղեկավարները հանդիպել են Grand Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ եւ ներկայացրել են գյուղերում տիրող վիճակը։ Արձագանքը չի ուշացել։ Սահմանամերձ 9 գյուղ այսօր արդեն իր խնդիրների մասին անցյալ ժամանակով է խոսում։ Սահմանամերձ գյուղերի ղեկավարների ու Grand Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանի Երևանում կայացած հանդիպումներից մեկն է։ Խնդիրները լսելու եւ հետագայում դրանց լուծում տալուն միտված հանդիպումը սկսվեց ամենակարևոր հարցով։ Ինչ կա, տարածաշրջանում ոնց է վիճակը։ Կրակոցներ լինում են, բայց դրան գյուղացուն խոճապի չեն մատնում։ Ամեն օր աշխատում են ու արարում։ Միաբերան վստահեցրեցին գյուղապետերը, իսկ իրենց այդ գործում միշտ աջակցում է բարերար Միքայել Վարդանյանը։ Իմ նպատակը միայն նա է, որ բոլոր օգնությունները տեղ հասնեն ու ծառայեն նպատակին։ Կարևորը ժողովուրդը մնա իր հողի ջրին աչքը չլինի դուրս։ Գնդակոծվող Բաղանիսի գյուղապետը նշում է, որ խմելու ջուրը գյուղացուն 2 օրը մեկ է հասնում, այն էլ մի քանի ժամով։ Միջազգային ծրագրով ֆինանսներ են հայթայթել, բայց առանց գյուղի ներդրման հրաժարվում են գործակցել։ Միքայել Վարդանյանի հրահանգով գյուղին փոխանցվեց անհրաժեշտ գումարը 13 միլիոն 450 հազար դրամ։ Ակնարբյուր գյուղի ջրի խնդիրը նույնպես լուծվեց։ Գյուղի խողովակներ հատկացվեցին եւ 4 միլիոն 354 հազար դրամ մնացյալ ծախսերի համար։ Շատ խնդիրների համար ենք ներկայացրել մենք պարոն Վարդանյանին, որ անլուծում չի մնացել, եւս այս խնդիրներն նույնպես իր լուծումը գտավ։ Պտղավանի գյուղապետը Միքայել Վարդանյանի մոտ էր դաշտերի հիմնական մասի ջրի խնդրով։ Լրիվ այգիները չորացված, գնալով անապատ է դառնում էլի։ Այս ահազանգին միանգամից հաջորդեց 2 կիլոմետր երկարությամբ ջրագծի կառուցումը եւ հատկացվեց Պտղավան ու Հաղթանակ գյուղերի դաշտերի ոռոգման համակարգի նորոգման համար պակասող 5 միլիոն 400 հազար դրամը։ Այս օգնությունից եմ հասնում։ Շնորհակալություն։ Իսկ ցանկանում ամբողջ համայնքի անունից, հավաքականից խորին շնորհակալություն հայտնել պարոն Վարդանյանին։ Ու ստումա այս համայնքում ինձ բարեգործություններ շարունակական է լինելու։ Ծաղկավան գյուղում խմելու ջրի խնդիրը տարիներ առաջ Միքայել Վարդանյանի աջակցությամբ լուծվել է։ Անջրդի հողերի ոռոգումն ապահովելու համար էլ այս տարի հատկացվել է 5 միլիոն դրամ։ Արդյունքն ակնհայտ է։ Պարոն Վարդանյանը մեր ամենահուսալի, ամենավստահելի, մեր բարեկամ, մեր համայնքի պատվավոր քաղաքացին է։ Պարավաքարի գյուղապետը Միքայել Վարդանյանի հետ հանդիպման էր եկել արդեն իսկ կատարված բարեգործությունների արդյունքները ներկայացնելու։ Պարոն Վարդան, այնքան ներդրումներ սա մեր համայնքում ինչ չեմ թե վերն ասեմ։ Վերջին ներդրումը, որից օգտվել է ոչ միայն Պարավաքարն, այլև տարածքի 15 այլ գյուղ, այս կոմբայնն է եղել։ Հատկացված 17 միլիոն 300 հազար դրամով եւ պետության ֆինանսավորմամբ սահմանամերձ գյուղերի գնդակոծվող հատվածի բերքը փրկվել է։ Իսկ նոյեմբերյանի համար առաջին մանկապարտեզի երեխաները ձմեռը կդիմավորեն առանց փայտի վառարանի։ Բարերար Միքայել Վարդանյանը մանկապարտեզին հատկացեց անհրաժեշտ փողը։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հաղորդել, փոխանցել նաև այդ երեխաների ծնողների անունից, որոնք եկել են, տեսել են, հիացել են։ Դրամական օգնություն են ստացել նաև սահմանամերձ Այգե Հովիտ եւ Մովսես գյուղերը։ 9 գյուղերում իրականացված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 76 միլիոն դրամ։ Այդ թիվը դեռ կաճի, հատկապես որ գյուղ չկար, որտեղից նորանոր նամակներ չհասցեագրվեին, տավուշցիների նշած իրենց բարերարին։ Սոցիալական երկխոսությունը Հայաստանում կայուն աշխատաշուկայի համար։ Այսօր կայացել է Սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսը։ Միջոցառման նպատակը կառավարության, գործատուի եւ հավանական աշխատողի միջև արդյունավետ կապի հաստատումն է։ Ազգային կոնֆերանսի խոշոր գործատուն եղել է Բիլայն ընկերությունը։ Սոցիալական գործընկերները կրկին մի վայրում են։ 6-րդ ազգային կոնֆերանսն ունի տնտեսության մրցունակությունը զարգացնելու նպատակ։ Քննարկման գլխավոր թեման կայուն աշխատաշուկայի ստեղծումն է։ Հյուրերը Գերմանիայից են, Լատվիայից են ու Վրաստանից են, որոնք ներկայացրեցին իրենց երկրի փորձը։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանի համար առանձնացնում է 3 հիմնական ոլորտային խնդիր՝ կայուն տնտեսություն, կայուն ձեռնարկություններ եւ մրցունակ աշխատուժ։ Եթե ձեռնարկությունները չհասցնելով զարգանալ մեռնում են կամ դադարում են գործել եւ դրա հետևանքով գործազրկությունն է նորից լրացուցիչ առաջանում կամ մարդը մի տեղից մի տեղ է անդադ տեղափոխվում, ստացվում է որ մենք անդադ ճանապարհի կեսին այսպես դադարում ենք։ Բիլայն ընկերությունը Հայաստանում խոշոր գործատուներից մեկն է։ Անդրեյ Պյատախինն ասում է, որ սոցիալական գործընկերությունը միշտ մնալ է ուշադրության կենտրոնում։ Բիլայնը համալսարան ունի եւ հատկապես ուսանողներին հնարավորություն է տրվում ներսից տեսնել, թե ինչպես է աշխատում խոշոր ընկերությունը։ Լավագույններն աշխատանք են անցնում Բիլայն ընկերությունում։ Когда государство
Երբ կառավարությունը գործատուն եւ հավանական աշխատողը գտնում են հարթություն, որտեղ կարողանում են միասնական քննարկում կատարել, դա հենց ճիշտ աշխատելու ձևն է։ Տեսնում եմ, որ նրանք Հայաստանում հայտնաբերել են գործակցության ճիշտ բանաձևը։ Դրանով առաջին հերթին զարգանում է պետության տնտեսությունը։ Արմենտելը համարյա 6 տարի շարունակաբար միշտ մեր կողքին է եւ ոչ միայն ասենք օգնելով, այլ նաեւ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով Հայաստանն այսօր ունի գործազրկության խնդիր։ Հայ մասնագետները պատրաստ չեն աշխատաշուկայի փոփոխություններին։ Զբաղվածության ծրագրերը, որոնք իրականացվում են, առաջին հերթին ուղղված են հենց այս խնդրի լուծմանը կամ մեղմանը։ Հատկապես մարզերում թափուր աշխատատեղերը շատ են, ասում է Արտեմ Ասատրյանը։ Մարզերում կա բժշկի, մանկավարժի, ինժեների կարիք։ Արամ Արարատյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Այսքանը իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։